շատ կներես չեմ ուզում այդ մարդկանց անունները տալ, այդ իմ անունով ազգանունով իմ անունից որ նաև ազգանուն ասենք, այդպես մարդիկ կան, որոնք որ իրաց դնում են էլիտայի տեղ, իրաց թույլ են տալի գնալ քահանային մատ թափ տալ, այտենց, ասենք խոսքը իրական էլիտայի։ Դե հիմա իրական, ոչ իրական, իրաց կարծիքով էլ իրանք են էլիտան, ինչը մեր ամոթն է։ Տեսեք, հա։ Խորհրդային միությունը, Ետ խորհրդային միությունը, անկախության տարիները արդեն, եւ դրանից սկսած այն ամեն ինչը, ինչ որ քեզանից հետ է, փնովում է։ Այսօր ամբողջ խորհրդային համակարգը փնովում են, որովհետև քեզ անվանում են սովետական մարդ, սովետական մտածելակերպ, այն տարբեր ձևի հիմարություններ ու ապուշություններ, բայց դա երիտասարդը, որը դա ասում է, դու չես կարողանում դրան մեղադրես, կամ չես կարողանում դրան ամբողջ խստությամբ նայել, որովհետև ինքը ուրիշ բան չի լսել, կամ իր տանը, կամ իր շրջապատում, կամ այն ինչ որ իրան մատուցում են, այն ինչ որ իր գլուխը մտցնում են, որ ինչ որ մեզնից առաջ ա եղել վատ է։ Այսօր էլ 90-ականների մասին մինչև վերջ պատկերացում չունի սերնդի մեծ մասը։ Դե հա, քարոզչությանն են։ Թողեն մենակ մութ ու ես եմ լույս մութ ու սոված տարիներ հիշեն, բայց դա տենց չի ախր, մենակ տենց չի։ Պատերազմ հաղթեց։ Դրական բան ասենք, հենց նոր լուր ստացանք, որ մեր Արսենը, որ բացակայում էր, տեղին էր բացակայում, որովհետև մի որոշ դրական տնային կալանք եւ գրավ Խաչիկ Գալստյանին, Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ, նրա խափաման միջոցն էլ կալանքի ռեժիմն էլ փոխվեց, ամսի 28-ին ալրանում, ամսի 28-ին, այսինքն 3 օրից կգնա տուն։ Այն Արսենին էլ, այն որ ասում են վարձխետ կատար եւ էլի կալանքա, բայց ամեն դեպքում տանը անցկացնելը դուրը Արսենին բացակա չդնենք։ Բացակա չեք։ Այսօր հա բացակա չդնենք։ Հա, բացակա Արսենի չեք դրում, ապրես Արսեն ջան, եւ sense դրական նոտայի վրա էլ բան ասեմ, այն ժամանակվա հարցն եմ ավելի ճիշտ էլի։ Եկեղեցու դերը ինչ էր այն ժամանակ։ Ասեք ձեր պատկերացումները եկեղեցու մասին, գնում եք, չեք գնում Էջմիածին, Գեղարդավանք, մի խոսքով ոնց էր առհասարակ ձեր վերաբերմունքը։ Տեսեք, շատ հետաքրքիր է։ Ընդհանրապես համակարգը եկեղեցուց դուրս էր, Աստծո հավատ չկար, անցնում էր անգամ բուհերում, անցնում էր դասեր, որոնք որ կրոնին դեմ էին, Նաուչնի աթեիզմ, օպիում для народа ռելիգիա եւ այլն, բայց բոլորի մոտ, համարյա բոլորի տանը վազգեն վեհափառ, որ հանգարց հնչում էր, մարդիկ Էջմիածինում է լինելուց, եթե բախտները բերում էր հանգած վեհափառը անցնում էր եւ այլն, այդ վերաբերմունքը անգամ շրջկոմի աշխատող, քաղաքոմի աշխատող, կենտրոմի աշխատող բան այն նշանները պահում էին ու անպայման խոնարհվում էին։ Գիտեք, տարբեր խոսակցություն կար վեհափառի մասին այն ժամանակ։ Հազարի բան են խոսում, իհարկե, չէ, հա, Վազգեն վեհափառի մասին։ Ինչ այնպես խոսակցություններ կար, այնպես բաներ կլսեիր։ Այդ հիմա որ դա մանկական ժպիտ է առաջացնում, իսկ այն ժամանակ վեհափառը սենց, վեհափառը նենց ու այդ ամեն ինչը իր ազդեցությունը չուներ հավատացյալ ժողովրդի մոտ, որը աթեիստ էր, բայց հավատացյալ էր, որտեղ աթեիստ էր դուրսը, որովհետև ինքը գիտեր, որ եկեղեցին, մանավանդ հայ եկեղեցին միշտ եղել է կրոնի, մշակույթի ու գիտության ջատագովը։ Միշտ իրանով է պահպանվել դա, լեզուն եւ այլն պատմությունը, այսինքն եկեղեցին է դա բերել, հələ դարերից խորքից, իսկ սովետական ժամանակ, մանավանդ այդ ժամանակ, երբ որ հայրենական մեծ պատերազմի կամ երկրորդ համաշխարհային ժամանակ եկեղեցին ամբողջ մի տանկային գումարտակ նվիրեց ֆրոնտին եւ այլն, այդպիսի բաներ կար, Թամանյան դիվիզիան, որը ստանում էր անպայման եկեղեցու կողմից
օրնություն էր ստանում նոր որ երբ որ գնացին ճիշտ է դա թաքցվում էր դրա մասին չէր խոսացում բայց դա կար ու մարդիկ սուս իրենց խորքում անպայման խաչը վզներին կար երբ որ գնում էին պայքարելու եւ այլն դրա համար երբ որ այսօր հանկարծակի դու տեսնում ես այն ամենը ինչ որ կապած է եկեղեցու հետ ինչ որ խոսացվում է եկեղեցու մասին տեսեք ես հիմա կարող եմ մի քիչ սխալ բան եմ ասում բայց եթե ունեիք որևէ խնդրեմ կապված եկեղեցու կամ եկեղեցականների հետ եղբայր ոչ ոք չէր խանգարում զուսպ հանգիստ հանդիպում անել չնայած դա ըստ սահմանադրության է արգելված բայց համենայն դեպս մի հատ հանդիպեք եկեղեցականների հետ փորձեիք ճշտել փորձեիք եւ այտենց միանգամից այտենց վրան եկեղեցի ո՞ց կարելի հիշում եք չէ էլ չեմ խոսում վեապարի մասին որովհետեւ որտեղ իրենց խնդիրը ուրիշ է կաթողիկոսի մասին ենք խոսում ախր այսօր դա շատ ախր ցավալել են խոսքը չէ դա ահռելի բան է այն ինչ որ այսօր կատարվում է կապված եկեղեցու հետ էլ չեմ խոսում նրա մասին որ ունենք ձերբակալված սրբազաններ շշմելու բան ձերբակալված դա բացատրելի չի